Նկարի հետ կռիվ են տալիս։ Խնդրում եմ չանեք, վատ բան եք անել։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ անխնա պայքարի մեջ է մտել 2 ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի նկարների դեմ։ Ըստ քաղաքական վերլուծաբանների Նիկոլ Փաշինյանի հրահանգով են գործում քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ ոստիկանությունը։ Երևանցիները ոչ մի շենքի վրա չպետք է նկատեն ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ պաստառները։ Դալմամոլի մոտ քաղաքացիներից մեկը փորձում է կանխել իրավապահների գործողությունները։ Այս տղամարդը անօրինական է համարում նրանց քայլերը, ինչ է արել Կարապետյանը, ընդամենը քննադատել է հայ առաքելական եկեղեցու վրա իշխանության արշավը, խոստացել կանխել դա։ Եթե խնդրում եմ չանեք, վատ բան եք անել։ Եթե առայժմ խնդրում եմ մեկ անի։ Եթե մենք անօրինական ինչ-որ գործողություն կանենք, անօրինական է։ Հենց մի անօրինական է։ Մասնավոր տարածք ներխուժելու համար փաստաբան Վարդան Ալոյանն է ահազանգում ոստիկանություն եւ դեպքի վայր ժամանած աշխատակիցներին բացատրում անօրինական գործողություններ են կատարվում։ Ոստիկաններն առերևույթ անօրինական բան չեն տեսնում, բայց ասում են քննությունը կպարզի։ Դուք հաղորդում ներկայացրել եք, ճիշտ է։ Ասում պետք է հասկանանք իրանք իրավունք ունեն, թե չունեն։ Իրավունք որ չունենա, այստեղ էին եք ես այս մարդը։ Ապորին են եկել։ Հենց ես հենց հիմա հայտարարում եմ։ Պարոն Առաքելյանը ձեզ ներկայացրեց, չէ՞ ինչի հիման վրա են։ Ես հստակ հայտարարում եմ, որ իրանք գործողությունները ապորին է, պարոն Խաչատրյան։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը, որ այս օրերին գլխավորում է Կարապետյանի նկարով պաստառների հեռացման օպերացիան, նորից պնդում է գովազդի մասին օրենք է խախտվել։ Եթե կա ինքնական տեղադրված գովազդ կամ գովազդի միջոց, համայնքը իրավասու է, կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրավասու է ապամոնտաժելու։ Հիմա եթե նայում ենք պաստառի բովանդակությունը, այստեղ տեսնում ենք ընդհանրապես Սամվել Կարապետյանի Դալմա Ինվեստ ընկերության հիմնադիր բարեգործ բարերար լուսանկարը ներքևը ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ։ Սա որևէ քաղաքական մեկնաբանում իր մեջ չի պարունակում, սա ընդհանրապես արշավ է։ Իրազեկման արշավ, որ հանրությունը իրազեկված լինի։ Հենց այս իրազեկման արշավներից է ցայտնոտի մեջ հայտնվել Փաշինյանի իշխանությունը, քանի որ պաթոլոգիկ վախ ունի հայտնի գործարարից, վստահ է Վանաձորի նախկին քաղաքապետը։ Այն ինչ այսօր տեղի ունենում կոնկրետ Սամվել Կարապետյանի նկատմամբ, դա բնութագրում են որպես պաթոլոգիկ վախի եւ ապօրինության ամենամեծ դրսևորում։ Եթե քաղաքապետարանը իսկապես անօրինական է համարում Կարապետյանի նկարով իրազեկման ակցիաները, ապա թող դրանց մասնակիցներից իրավական բացատրություններ պահանջի, ասում է Մամիկոն Ասլանյանը։ Եթե դատարանը պարզի, որ օրենք է խախտվել, թող տուգանվեն կազմակերպիչները։ Նման բիրտ մեթոդներով մարդու նկարը հանել, ինչի եք նկարը հանում, ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, հեծը խլեցիք, իր կատարած գործերը ինչ եք անելու, իր կառուցած շենք շինությունների հետ ինչ եք անելու, պայթեցնելու եք մեր երկրում տեղի ունենում սարսափելի ոտնձգություններ, որոնք մեզ տանում են դեպի, չգիտեմ, իրավական նիհիլիզմ, քաոս, անդունդ, ես չգիտեմ սրա վերջը ոնց է լինելու։ Սամվել Կարապետյանի եղբորորդին այսօր կոչ է արել քաղաքացիներին ուրբաթ երթով շարժվել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, առավել հայտնի ԱՕՑ պատվալ, որտեղ այս պահին գտնվում է 2 ամսով կալանավորված գործարարը։ Ըստ Նարեկ Կարապետյանի, իշխանություններին պետք է ապացուցել, որ հայ ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Կարնե Մանգասարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։